ահավոր վարակ կա, իսկ մնացածի մոտ այդ տեսեք ոնց է փռշտում։ Մյուս ախտանշանը տեսնում եք, այս ճուտը Ողջույն բարեկամներ, եթե հիշում եք նախորդ տեսանյութում ասել էի, որ ճտերի հիվանդացել են, ահավոր վարակ կա, որը տարածվել է իմ բոլոր ճտերի մեջ, ինչպես մեծ, այնպես էլ փոքր։ Նույնիսկ ես մեծերն են հիվանդացել։ Մի խոսքով մի շաբաթից ավել է, արդեն ես պայքարում եմ հիվանդության դեմ ու արդեն երկուսը փոքրերից սատկել են ու նաև շատ վատ առողջները կան, այդ տեսեք ոնց է քիթը կախում ու իրանք նաև հազում են, փռշտում են, ձայներ են հանում ու կերից են ընկնում, ջուրը շատ վատ են խմում ու արդյունքում ունենում են կորուստներ։ Ես իհարկե բուժումները սկսել էի, բայց նաև կարողացա կապ հաստատել ալիքի լավագույն բարեկամներից մեկի անասնաբուժ, լավ մասնագետ անասնաբուժ էր, որից խորհուրդ հարցրեցի, իհարկե մինչ այդ ես արդեն բուժումները սկսել էի, բայց խորհրդակցելով իր հետ, այսպես կասկածեցինք, որ ինֆեկցիոն բրոնխիտ է սկսել ճտերի մոտ, սա վարակիչ հիվանդություն է, որի դեղը չառնելու դեպքում կարա մեծ կորուստներ ունենա, այդ տեսնում եք այս ճուտը վառ օրինակ, տեսեք ինքը շատ ակտիվ ճուտ է եղել, հիմա քիթը կախած, աչքերից ու քթից հեղուկ է հոսում ու այսպես ինքը անընդհատ փռշտում է։ Մնացածներն էլ են, բոլորը կարելի ասել, բոլոր ճտերը հիվանդացել են, այդ տեսեք ինչ վիճակում է։ Ու նաև երկու հատ փոքրերից, ինչպես ասացի, կորուստ ունեմ եւ հիմա նաև ցույց տամ ընթացքը, ինչպես եմ ես բուժումներ անում, ինչ բուժումներ եմ արել ու ինչ խորհուրդ տվեց անասնաբուժը, եթե իհարկե ինձ լսում է, շատ մերսի աջակցելու համար, ես էլ քո խորհուրդը այս տարբերակով փոխանցեմ այն մարդկանց, ովքեր հիմա այս խնդիրն ունեն, որովհետև եղանակային պայմաններից ելնելով այդ վարակը կարծես թե ահավոր տարածվել է, այդ աննորմալին է, այս հնդուշկեն արդեն կարելի է առանձնացնել, տեսեք ոնց խփեց ու փետրուրները ուտում են։ Շատ շնորհակալ եմ միշտ այստեղ պահերին քո խորհուրդներով օգնում ես, իհարկե դեռ բուժումը ընթացքի մեջ է, արդյունքների մասին բոլոր ընդհանուր էլի ներկայացնել եմ, բայց ուզում եմ ասեմ, որ շատ լավ մարդիկ են հետևում իմ ալիքին, իհարկե բոլորը ովքեր հետևում են միայն լավ մեկնաբանություններ են թողնում կամ լավ խորհուրդներ են տալիս, ինչին ես հետևում եմ ու նաև փորձում եմ ձեզ ներկայացնել։ Այդ վարակը իհարկե միայն իմ մոտ չի, գյուղում շատ մարդիկ կան, ովքեր մեծ գլխաքանակով կորցրել են ճտեր, բայց ես այսպես պայքարում եմ, փորձում եմ այդ կորուստները այնպես անել, որ շատ քիչ լինի, նվազագույնը լինի։ Այդ տեսեք։ Հիվանդ եմ։ Մյուս ախտանշանը տեսնում եք, այս ճուտը մի շաբաթ առաջ, արդեն մի շաբաթ կլինի, որ ինքը հիվանդացել էր ու հիմա ճիշտ է, ուտում է, ակտիվ է, բայց այդ տեսնում եք գլուխը այդպես վերև է, այսինքն իրանց մոտ նաև պարալիզացիա է տեղի ունեցել։ Սրանք էլ մնացածներն են, որոնք արդեն ակտիվ են, սրանք արդեն ակտիվ են բոլորի մոտ, այդ սիմպտոմները կար, իրանք քթները կախած, իհարկե դեռ ամբողջությամբ չեն բուժվել, բայց սրանք երեկվանից արդեն լավ ակտիվացել են, լավ ուտում են, համարյա 3-4 օր ոչինչ չէին ուտում, միայն տենց թեթևակի կցարում են, այդ տեսնում եք փռշտում են ու բերանը տեսեք ոնց է բացում։ Դրական փոփոխություններ կա դեղերից ու բուժումներից հետո ու նաև հիմա ցույց տամ մի քանիսը, որոնք համարյա կերից ընկած են։ Սրանք էլ են ճտերն են, որոնք կերից ընկած են, այսինքն շատ վատ են ուտում, ահավոր։ Այս մեկը ամենաառաջին
վարակակիրներից է, վարակվածներից է, ու ինչպես տեսնում եք, արդեն սկսել է ուտել։ Նույնը սա էլ է սկսել արդեն ուտելը, իսկ մնացածի մոտ այդ տեսեք ոնց է փռշտում։ Այս ինկուբատորը, սա ես կատակով ասում եմ վերակենդանացման բաժանմունք, որովհետև այստեղ բերում եմ այն ճտերը, որոնք արդեն կերից ընկնում են ու արդեն վատ վիճակում են լինում, ու այստեղ իրանք ավելի լավ հսկողության տակ են լինում, որովհետև այս ճտերին ես օրվա մեջ մի քանի անգամ ստիպողաբար կերակրում եմ։ Հիմա ցույց տամ ինչպես եմ իրենց կերակրում։ Հիմա ժողովուրդ ջան, մինչև ասեմ ինչ դեղեր եմ տալիս, ձեզ ցույց տամ իրանց կերակրելու ընթացքը, ու քանի որ իրանք հիմա չեն ուտում ու իրանց իմունիտետը ահավոր ընկել է, ես տալիս եմ մածուն, բայց մածունի հետ խառնում եմ ինտրովիտ վիտամինը, 1 լիտր մածնին 1 գրամ ինտրովիտ եմ խառնում, ու այսպես մեզ պետք է սովորական ինսուլինի ներարկիչը, ինչի ինսուլինի, հիմա ցույց կտամ ոնց եմ անում, որովհետև այն ինչ հիմա ես անելու եմ, այլ ներարկիչով չի ստացվի, ինսուլինի ներարկիչը բարակա, ինքը հարմար է։ Հիմա բռնում եմ այսպես ճտին ու ստիպողաբար մի փոքր ինսուլինի ներարկիչը մտցնում եմ իր կոկորդը, շատ զգույշ, որպեսզի չվնասեմ, ու մածունը լցնում եմ ու գնում է ինքը միանգամից իր կերակրափողը, այսպես տալիս եմ մի 20 գրամ, օրվա մեջ 3 անգամ, այսինքն 20 գրամ։ Սենց ավելի հեշտ է այս ինսուլինի ներարկիչով, որովհետև մեկով ինքը չես կարա մտցնել մինչև կոկորդը։ Սա համ իր սննդանյութերն է, այսինքն ինքը սնվում է դրանից, համ էլ վիտամիններն է, իր իմունիտետն է բարձրացնում, մինչև արդեն ճուտը բուժումներից խելքի կգա ու արդեն կսկսի ինքնուրույն ուտել, արդեն 1-2-ը սկսել են ինքնուրույն ուտել, այս կերից ընկածներից, իսկ սրանք դեռևս թույլ են ու իրենք ինքնուրույն չեն կարող ուտել, հետևաբար այս տարբերակով եմ կերակրում։ Սա կերակրելու մասով, ուրիշ կերեր չեմ տալիս, միայն տալիս եմ կոմբի կեր, մածուն, կանաչը հանել եմ, կանաչ խոտը, որովհետև կանաչ խոտը ինքը դժվար է մարսելի սնունդ է ու իրանք չեն կարողանում մարսել, դրա համար այս ընթացքում, հիվանդության ընթացքում, շատ հիվանդությունների ընթացքում անպայման պետք է բացառենք կանաչ խոտը կամ այլ կերերը։ Մածուն կարող ենք տալ ու կոմբի կեր։ Այսպես մի քանի անգամ օրվա մեջ կերակրում եմ, մինչև ինքը արդեն խելքի կգա։ Հիմա բուժման մասով ասեմ, ժողովուրդ ջան, ուրեմն նախ ասեմ, որ այս ընթացքում իրանց պետք է լավ ջերմություն, այսինքն եթե հիշում եք, ես իրանց տեղափոխել էի բաց կացարան, բայց քանի որ արդեն հիվանդ էին, դրա համար իրենց նորից տեղափոխել եմ այստեղ, որտեղ այսպես մշտական լույս է վառում։ Ու ջրի հետ ես այս նրանց, որոնք դեռ կերից չեն ընկել, տալիս եմ օքսիտետրացիկլին, ջրի հետ մի գրամ միլիտր ջրին այսպես անասնաբուժական դեղատներից առել բերել տալիս եմ։ Իսկ հիվանդներին, որոնք արդեն կերից ընկել են, ու նաև սրանց այսօրվանից, երբ խորհուրդը լսեցի, նաև սրանց եմ տալիս, պենիցիլին ստրեպտոմիցինը ինքը ջրով բացում եմ, էլի ներարկիչով ջուրը լցնում եմ այդ ֆլակոնների մեջ, խառնում եմ իրար այդ պենիցիլին ու ստրեպտոմիցինի հեղուկները ու ամեն մեկին կես գրամ այդ նույն ինսուլինի ներարկիչով լցնում եմ իրանց բերանները, բայց այս դեպքում, քանի որ արդեն ես սկսել եմ պենիցիլին, ստրեպտոմիցին իրենց տալը, ես միջև խորհուրդ հարցները տալիս էի հիվանդներին, այսօր նաև սրանց տվեց։ Դրա համար արդեն
էլ ջրի հետ չեմ տալիս օքսիտետրացիկլինը, որովհետև պետք չի շատ անտիբիոտիկները խառնենք իրար ու թռչուններին այսպես ստրեսի ենթարկենք ու սատկեն։ Դրա համար օքսիտետրացիկլինը չեմ տալիս, այսօրվանից արդեն 4-ից 5 օր տալու եմ արդեն պենիցիլին ստրեպտոմիցին կամ պենստրեպել կա, այդպես միանգամից բացում եմ ջրով ու կես գրամ փոքրերին ու մի քիչ ավել էլ այն մեծերին եմ տալիս, օրվա մեջ մի անգամ։ Սրանք իհարկե սկսել են արդեն ակտիվ ուտել, այս մեկը տեսնում են գլուխը ոնց է, այս է որ մի քիչ ինչ է, բայց մնացածը արդեն սկսել են ակտիվ ուտել ու հուսամ կդզվեն, չգիտեմ, ու մեկ էլ հա, իրանց տակը պետքա միշտ չոր ու մաքուր լինի, տեսեք, ամեն օր չեմ զլանում, փոխում եմ, որպեսզի ճտերը դզվեն, այսպես։ Ձեզ գազանիկներին եմ ցույց տալիս, տեսեք, սրանք իհարկե թութ չեն հիվանդացել, ու հիվանդներին հավի ճտերից փորձում եմ առանձնացնել, բայց քանի որտեղ չունեմ, տենց լավ չի ստացվում իմ մոտ էլի առանձնացնելը, դրա համար սրանք էլ երևի վտանգի տակ են, բայց չգիտեմ, դեռ առողջ վազվզում են, այստեղ այսօր մի հատ կերաման եմ սարքել, սովորական շիշա, ու պլաստիկից այսպես տրուպայա ամրացրել եմ, քանի որ իրենք արդեն սկսել են շատ ուտելը, նահագին լավ խորժակ ունեն, այդպես օրվա մեջ, որպեսզի 10 անգամ ես իրանց կեր չտամ ու իրանք էլ կերը չթափեն գետնին փչացնեն, սարքել եմ այս տարբերակը, տեսեք, կարակ ֆիքսեք, վերևից զագարով լցնում եմ, կարծում եմ ես սենց մի հատը օրվա մեջ իրենց հերիքա, չնայած նաև իրենք որ կանաչ սոխ են ուտում, յուրն էլ դե կա, իրանց մոտ կա, ոտքերի ծռվածությունը մնում է, բայց դա չի խանգարում, որ իրանք լավ աճեն ու լավ ուտում են, սրանք էլ որ չհիվանդանան շատ լավ կլինի, սրանց պրոֆիլակտիկ ինչ-որ բան չեմ տվել, բայց դե կարելի է, չգիտեմ, ինչ-որ անտիբիոտիկ չեմ ուզում անտիբիոտիկներ տամ, որ աճը չդանդաղի, այս մի տեղից էլ իրանք արդեն վտանգի տակ են, չգիտեմ, հիմա սաղ թռչուններս են վտանգի տակ, չնայած հավերի մասով կասեմ ինչ կա, հավերի մասով ասեմ, որ այս պահին դեռ հավերի մոտ որևէ հիվանդագին ինչ-որ բան չի երևում, ինչու չկա, որովհետև այս հավերս ձմռանն ու մոտավորապես երևի հունվար-փետրվար ամիսներին է եղել, իրանք այդ նույն նշաններով հիվանդացել էին, դե ժամանակ ճտերը չկային ու այդ ժամանակ էլ հիշում եմ երկու առողջ մեկ հավեր, որ ճտերից էր անցած տարվա, որ պետքա ձուացեր, զուն փորի մեջ սատկեց և մի ակլոր էր սատկել, մնացած այդպես էլի անտիբիոտիկներ բան տվեցինք ու դզվեցին, ճիշտ է մի քիչ երկար տևեց, բայց իրենք դզվեցին, սրանք դեռևս այդպես բան չկա, հուսանք չեն հիվանդանա, որովհետև այս քանակությամբ արդեն հիվանդ կենդանի պահելը իմ համար շատ ժամանակատար կլինի, առանց այն էլ ամբողջ օրը ես զբաղված եմ այդ ճտերին գերակրելով, դեղ տալով և այլն և այլն, հուսանք սրանք նորմալ կլինեն, չեն հիվանդանա, ինձ էլ այդպես ստրեսի չեն ենթարկի, իհարկե թռչունների սատկելուց սուտ կլինի ասել, որ շատ մեծ ստրես են տանում, տխրում են, հա, չէ, կենդանի են լինում, սատկում են, լավ են լինում, մի տարի լավ, մի տարի վատ, եթե դրանից է ստրես տանենք, ասա այլ ապրելու ժամանակ չենք ունենա, դրա համար այդպես մի փոքր տխրում են, բայց ոչինչ, դա հաղթահարելի է, եթե կենդանի եք պահում, ապա պետք է նաև պատրաստ լինեք, որ իրենք նաև կարող են սատկել, հիվանդանալ, կարևորը կենդանիները հիվանդանան, մարդիկ առողջ լինեն, մնացածը սուտ բաներ են, ստեղծող են, կհիվանդանան, նորից կստեղծենք կարճ ժամանակահատվածում։